Շնորհակալություն, Արգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ։ Նախ շնորհակալ եմ բարձրացված բոլոր հարցերի, դիտարկումների եւ առաջարկների համար։ Եզրափակիչ ելույթումս կփորձեմ անդրադառնալ դրանց, որին էլ չեմ անդրադառնա, վստահ եղեք առանձին հրապարակումներով հատ-հատ կանդրադառնամ։ Նախ մի քանի կարևորագույն շեշտադրում ռիսկերի կառավարման մասով։ Այո, այս համակարգը իր մեջ նաև ունի մեխանիզմներ, որոնք պետք է հնարավորինս կառավարեն ռիսկերը։ Բայց հենց ինքնին համակարգն է գլխավոր ռիսկի կառավարիչը։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մեր գործընկերները ասում են, բա որ խոսքը մեծանա, բա որ մարդիկ սկսեն դիմել բժշկական կենտրոններ, ինչպես ենք անելու, բայց չեն անդրադառնում, բայց այն, որ հենց այդ խնդիրը կա, որ մարդիկ տարիներով չեն կարողանում դիմել բժշկի, ինքնին ռիսկն է ամենամեծ։ Եվ մեր կողմից հաշվարկման մեխանիզմում, այո, կան գործիքներ, որոնք պիտի կառավարեն հոսքերը հերթերի ձևով, այո, արդյոք լինելու են հերթեր, իհարկե կարող են լինել հերթեր։ Սրանք պետք է կառավարվեն եղած մեր կարողությունները ընդլայնելու ձևով, պարոն Արշակյանը նշեց, միայն այս նախաձեռնության արդյունքում արդեն իսկ, թե պետությունն է հավելյալ ներդրումներ անում, եւ թե մասնավոր ընկերություններն են հավելյալ ներդրումներ անում դիմելիությունը ապահովելու համար։ Ինչ ենք ուզում անենք։ Գլխավոր հարցը։ Ուզում ենք, որ մարդը, երբ որ ընկնում է ձմեռը, ոտքը կոտրում է, տարեց անձնավորությունը եւ անհրաժեշտ է վիրահատություն մետաղական կոնստրուկցիայով, չմնա շիվարած հիվանդանոցի դռանը, չսկսի զանգել բարեկամներին եւ չսկսի փնտրել միջոցներ, թե ինչպես այդ վիրահատության համար կարողանա միջոցներ հայթայթի։ Սա ենք ուզում անել, որ այն անհրաժեշտը, որը մարդու կյանքն է փրկում, որը մարդուն հնարավորություն է տալիս հնարինս վերականգնելու իր վիճակը, հնարավոր լինի ապահովագրության շրջանակում ապահովել։ Արդյոք սա նշանակում է, որ ձրի է, անվճար է, ոչ, սրա համար վճարում է պետությունը, եթե դուք ապահովագրվում եք պետության կողմից, եթե դուք եք ձեր ապահովագրավճարը վճարողը։ Ինչ ենք ուզում անել։ Ուզում ենք, որ մեր ժողովուրդը ապրի երկար եւ ապրի հնարավորինս առողջ, կյանքի որակը բարձր լինի։ Սա է մեր ուզածը եւ ցույց է տալիս մեր վերջին տարիներին քաղաքականությունը, որ այս ներդրումները իրենց արդյունքը տալիս են։ Այստեղ հնչեցին մի քանի կշտամբանքներ, բա ստեղծում եք մեգապետական կառույց, բան եք անում, պետությունը կառավարիչ չի լավ։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ նման նարատիվը մեզ հատուկ է տարիներով փաթաթվել, պետությունը լավ կառավարիչ չի։ Ինչու՞։ Եթե պետությունը վարձատրում է եւ հրավիրում է լավ մասնագետների, ինչ որ մի լավ մասնագետ հրաժարվում է պետության համար աշխատելու, նման բան ով է լսել։ Պետությունը լավ կառավարիչ է, եթե հաշվետու է իր ժողովրդին, կառավարությունը լավ կառավարիչ է, եթե ունի քաղաքական պատասխանատվություն, եթե եկել է իշխանության ընտրությունների միջոցով, որովհետև հաջորդ ընտրություններին պիտի հաշվետու լինի, թե ինչ է արել, եւ հաջորդ կշտամբանքը եւ այսպես, սա նախընտրական քայլ է, ոչ հարգելի գործընկերներ, սա հետընտրական քայլ է, եւ այո, մենք ընտրությունների ժամանակ ինչ որ խոսք ենք տվել, անում ենք դա եւ գալիս ներկայանում ենք, ասում ենք ժողովուրդ ջան, մեզ ձայն էիք տվել սրա համար, հեսա, ճանապարհը կառուցում ենք, դպրոցը կառուցում ենք, ամբուլատորիան բժշկական կենտրոնը կառուցում ենք, ապահովագրությունը ներդրում ենք, հա կան ռիսկեր, միանգամից կատարել չի, բայց մեզ ժողովուրդը դրա համար չի ընտրել, այլ ընտրում է նախընտրական խոստումները իրականություն դարձնելու համար։ Այո, եւ մենք մեր խոստումը կատարելով հենց նաեւ սրա համար ենք հայցելու մեր ժողովրդի քվեն եւ դուք եք ասում, որ հենց դրա համար մեզ ձայն են տալու։ Զեղծարարությունների մասով։ Այո, ցանկացած համակարգ զեղծարարության ռիսկ ունի։ Այսօր չկան այդ ռիսկերը, իհարկե կան, բայց վստահաբար ապահովագրության
շրջանակներում ներդրված թվայնացման գործիքները շատ ավելի մեծ հնարավորություն են տալիս այդ զեղծարարությունները կանխելու։ Հաջորդ թիվ, ասում ենք անորոշություններ։ Էժորժ ջան, կյանքը ընդհանրապես անորոշությունների մասին է, եւ այս 26 օրենքների փոփոխությունների նախագիծը մի ամբողջ օրինագիծ հենց այդ անորոշությունները բերելու եւ որոշակիություններ ստեղծելու մասին է, եւ ես շատ ուրախ եմ, որ այստեղ միակ անորոշությունը մնացել է այն ցանկը, որը վաղուց ի վեր, նորից եմ կրկնում, հայցակարգի շրջանակներում հրապարակված է եղել եւ առաջիկայում էլ կհրապարակվի։ Այնպես որ կարծում եմ, որ այո, սա շատ բարդ բարեփոխում է։ Այո, ես նաև հենց սկզբից ուզում եմ մեր քաղաքացիների համբերությունը եւ համագործակցությունը հայցելու։ Ժողովուրդ ջան, մենք իրար հետ կառուցում ենք շատ կարևոր համակարգ, ենթակառուցվածք, մեր շահերին ծառայող մի կարևոր ինստիտուտ եւ դա անելու ենք բոլորս իրար հետ հետեւողական աշխատանքի արդյունքում։ Ես շատ շնորհակալություն եմ հայտնում եւ իհարկե խնդրում եմ, որ կողմ քվեարկեք։